բիզնեսին պետք է ներառել մշակույթի գործընթացների մեջ։ Ոչ թե միայն որպես հովանավոր, այլ բիզնեսը կարող է շատ վարպետորեն օգտագործել հայկական տարբեր տարազի մշակութային այլ էլեմենտների ուրեմն ներկայությունը իրենց գովազդային գործընթացներում, մարքեթինգային գործընթացներում կամ ապրանքների փաթեթավորման, նույնիսկ ապրանքանիշային այդ ձևավորումների ընթացքում եւ դրանով խթանել մեր մշակույթի մասին իրազեկումը ամբողջ աշխարհում, այդ թվում նաեւ Հայաստանում եւ ինչու ոչ նաեւ այդ օրիգինալ ուրեմն պատկերների եւ օրիգինալ ուրեմն զարդաքանդակների կամ հագուստի կամ այլ ուրեմն մշակութային էլեմենտների միջոցով նաև կարողանալ լինել ավելի մրցունակ, ավելի ինքնատիպ, որովհետև աշխարհում այսօր շատ կան կրկնություններ, ապրանքանիշերի նմանություններ, անհամանդ որ եւ որ ապրանքանիշը որոշակի արդեն ճանաչում ունի, բոլորը փորձում են այդ ապրանքանիշի թեկուզ մեկ տառը փոխելով կամ դրան նմանեցնելով իրենք մտնել շուկա եւ ստեղծել անհավասար մրցակցություն կամ անհարգի վերաբերմունք։ Սա որպես գիտություն առաջի մասի վերաբերյալ։ Ինչ վերաբերում է մեր պոտենցիալին, ապա ես կուզեի ունկնդիրների համար բացել տնտեսական պոտենցիալի էլեմենտները, ինչը նշանակում տնտեսական պոտենցիալ, որտեղ երկրների տնտեսական պոտենցիալը պարզված է մի քանի գործոններով։ Առաջինը թե որքանով է նրա տնտեսությունը համահունչ իր աշխարհագրական հնարավորությունների, սա կարևոր է։ Որքան էլ ժամանակակից կյանքում փոխադրումների կամ ներկայացնելու կամ հիմա արհեստական բանականություն արդեն կամ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով կարելի է շատ բան տեղերում կատարել, բայց բոլոր դեպքերում կյանքը ցույց է տալիս, որ ընդհանուր տնտեսությունը իր ծավալներով կարող է ավելի զարգանալի լինել, եթե դուք ճիշտ ես գնահատում քո դժվարությունները, խոչընդոտները, եւ այդ առումով ինչպեսի լոգիստիկ նշանակությունն է եւ քո տնտեսության համար եւ աշխարհի տնտեսության մեջ։ Երկրորդը, պոտենցիալը պետք է լինի այնպեսին, որ կարողանա ապահովել զբաղվածություն մարդկանց համար եւ արժանապատիվ աշխատանք։ Հայաստանը ցավոք սրտի տարօրինակ ուրեմն ցուցանիշ ունի։ Ամբողջ հայերը աշխարհով մեկ աղքատ չեն, բայց իրենց հայրենիքում Հայաստանի Հանրապետությունում չգիտես ինչու շարունակում են մնալ աղքատ։ Եվ որքան էլ մենք աղքատության դեմ պայքարում ենք, այնուամենայնիվ ունենք 21.7% աղքատություն։ Երրորդը դա բնականաբար շատ առաջներ նշանակությունով կրթությունն է։ Կրթություն, որը հենց պետք է ծառայի քո տնտեսությանը։ Հայաստանում կրթությունը մի քիչ միջև հիմա վերացական է ընթացել։ Այսինքն կրթությունը կրթության համար, բայց կրթությունը տնտեսության համար սա արդեն այլ մոտեցում է եւ այլ ռազմավարություններ է պահանջում, այլ ուրեմն մեթոդաբանություն է պահանջում, գործատուի աշխատաշուկայի հետ կապի այլ մեթոդներ է պահանջում եւ այլն։ Եվ հաջորդը կարեւոր է իհարկե տնտեսության ներքին տնտեսության եւ աշխարհի տնտեսության համար բնականաբար դեմոգրաֆիական խնդիրը, որտեղ եթե մենք պետք է կրթենք կամ չկրթենք կամ մեր վատ տնտեսական արդյունքների հետևանքով մեր մարդիկ արտագաղթանալ երկրներ, մենք դառնում ենք նվազող շուկա, որտեղ երկրների հզորությունները նաև պահանջված են իրենց ներքին շուկայի հզորությամբ, կարող է, ասենք, մեծ թվով բնակչության երկիրը լինել լավ, ուրեմն հնարավորություն իր բիզնեսի զարգացման համար կամ եթե փոքրաթիվ է ժողովուրդը, ապա այն պետք է լինի գնողունակ, ավելի բարձր գնողունակ, որ կարողանա խթանալ իր ներքին տնտեսությունը։ Եվ հաջորդը, որը շատ տարօրինակ է, որ տարիների ընթացքում լուծված չի, եւ ես ձեր հարցին լրիվ ուզում եմ արձագանքել, այն է, որ փոքր տարածքով պետությունում այսպիսի անհամաչափություններ մարզերի եւ համայնքների միջև եւ Երևան քաղաքի նկատմամբ ուղղակի անհասկանալի է։ Շատ աշխարհի երկրներում ավելի մեծ պետությունները ավելի համամասնորեն են փորձել իրենց տնտեսությունը զարգացնել, կարողացել են դիմակայել այդ խնդիրներին, բայց Հայաստանը չգիտես ինչու դա չի կարողացել այդպես էլ կատարել եւ ամեն ինչը կենտրոնացել է Երևանի վրա։ Դրա հետևանքով նաեւ առաջացել են դեմոգրաֆիական եւ ներքին միգրացիայի կամ արտաքին միգրացիայի խնդիրներ։ Դրա հետևանքով նաեւ որ մարզեր ունեն տարբեր կլիմայական եւ ճանապարհային դժվարություններ կամ տարբերություններ, մեզ մոտ նաեւ էականորեն չի զարգանում գյուղատնտեսությունը։ Գյուղատնտեսությունը շատ կարեւոր է պարենի անվտանգության առումով եւ նաեւ շատ կարեւոր է, որ
դու կախված չլինես արտաքին շուկաներից, ներկրումների տեսանկյունից։ Այսինքն ես եկա նաև դրան եւ վերջին բանը, որ կուզեի նշել, դրանք բնականաբար անշուշտ նաև արտահանման պոտենցիալն է, պետությունների տնտեսական պոտենցիալը հաճախ գնահատվում է արտահանումով եւ որքան է արտահանումը մոտիկ ներմուծմանը կամ հակառակը գերազանցում նույնիսկ ներմուծման ծավալներին։ Լավ զարգացած երկրներում դրանք շատ հավասարակշռված են, հավասար են իրար կամ նույնիսկ արտահանումը գերազանցում է ներկրումների չափը։ Ընդ որում դա ես չեմ խոսում նավթային գազային երկրների մասին, որտեղ նավթի գազի պատճառով է արտահանումը հաճախ գերազանցում ներմուծման ծավալը, ես խոսում եմ ռեալ տնտեսության մասին։ Եվ անշուշտ անպայման ես պետք է նշեմ նաև բնական ռեսուրսների անհրաժեշտությունը եւ դրա առկայությունը, որը Հայաստանը հարուստ է, իմ գործընկեր պարոն Միջախայանը հիմա կխոսի դրա մասին, հավանաբար, որտեղ շատ խորացած էինք այդ հարցերում եւ պետք է ասեմ, որ որքանով են այդ ռեսուրսները կարողանում օգտագործել, որքանով ոչ։ Հայաստանը տարիներ շարունակ Համաշխարհային բանկի, IMF-ի եւ այդ ձեր ասած այդ թերհավատության պատճառով սեփական ուժերի նկատմամբ միշտ փորձել է ռեսուրսները վաճառել բնական տեսքով, առանց վերամշակումների, առանց էական ուրեմն չարչարանքների եւ նաեւ օֆշորներում գրանցված ընկերությունների միջոցով վաճառելով ստացել են որոշ մարդիկ գերշահույթներ, բայց այդ գերշահույթները չեն արձանագրվել Հայաստանի տնտեսության համար եւ պետական բյուջեի համար։ Այսքան մասով ես կուզեի փոխանցել պարոն Միջախայանին։ Համամիտ եմ պարոն Մակարյանի տեսակետին, որ մենք ռացիոնալ չենք օգտագործում, որպեսզի այսպես ասած միայն իմ կարծիքը չլինի, ես մեջբերում անեմ կա ժուրնալ Համաշխարհային քիմիա, հեղինակն է ռուսական ակադեմիկոս, որը պարզ վերնագրում է այդ հոդվածը, որը տպագրվել է 2013 թվականին, պարզ գրված է. Հայաստանը չի օգտագործում իր ունիկալ հնարավորությունները, զարգացման հնարավորությունները արդյունաբերության, որը հիմնված կլինի սեփական մետաղական եւ ոչ մետաղական ռեսուրսների վրա։ Դա իմ կարծիքը չի, բայց ճշմարտությունն է։ Ահա, հիմա ապացուցենք ինչու չի օգտագործել եւ ինչ հնարավորություններ ունենք։ Հնարավորությունները արդեն մեկ անգամ չէ որ ասել ենք, որ Հայաստանը մեկ ուրիշ հոդվածում էլի հանրաճանաչ ժուրնալում, հանրաճանաչ հեղինակ, նույնպես ռուսական, որ այդ ռեսուրսներից մետաղական ռեսուրսներ Հայաստանը ունի 4.5 տրիլիոնի մետաղական ռեսուրսներ։ Տրիլիոն դոլարի։ Ահա, էլի մեր տվյալները չէ, եւ հենվելով 1990 թվականի սովետական միության կատարած պեղումների եւ հետազոտությունների հիման վրա։ Եվ այսօր արդեն հայտնի է, որ 3.5 դա մետաղական 3.5 տրիլիոն դոլարի Հայաստանը արդեն մոտավորապես չճշտված տվյալներով ունի արդեն ռեսուրսներ ոչ մետաղական եւ 2.5 հազվագյուտ մետաղների եւ էլեմենտների ընդհանուր մասշտաբով Հայաստանը այսօր 10 տրիլիոն դոլարից ավել պաշարներ ունի մեր տարածքում։ Նման պաշարներ, այդ քանակի մեծ 10-ից ավելին պաշարներ 30,000 քառակուսի կիլոմետրի վրա չկա երկրագնդի որևէ տեղ։ Դա ապացույց, որ Հայաստանը ունի իսկականոց ունիկալ պաշարներ, որը հնարավորություն կտա ոչ միայն զարգանալ երկար տարիներ, իրենց հաշվարկով մասնագետների 300 տարվա զարգացման պաշար ունի Հայաստանը, 300 տարվա։ Կոնկրետ օրինակ, ինչեր ունենք, մենք արդեն ոչ մեկ անգամ ենք ասել, համաշխարհային մոլիբդենի
76%-ը գտնվում է Հայաստանում։ Այդպիսի պաշար այդ քանակից ավելին ունի միայն Ամերիկան, Չինաստանը, Չիլին եւ Պերուն։ Մենք 6-րդն ենք աշխարհում։ Միայն այս պաշարով մենք կարող ենք ինքնաբավ զարգանալ եւ դառնալ այսպես լոկոմոտիվ արտոնաբերության բնագավառում։ Իհարկե իմանալով, որ որտեղ կա մոլիբդեն, այնտեղ կա ցինկ, այնտեղ կա պարինջ, այնտեղ կա ոսկի, այնտեղ կա արծաթ։ Եվ ինչու ենք այդ վիճակում հիմա, ինչու ենք ունենալով այդպիսի խոշոր պաշարներ, ինչու ենք մենք այսպես թեր զարգացած, որովհետև մենք այս նույնիսկ մոլիբդենը, ոսկին, սոտքին մենք չենք վերամշակում, մենք արտահանում ենք հումքը։ Սովորաբար ոչ մի պետություն հումքը առանց վերամշակելու չի արտահանում։ Շռայլություն են անում այն պետությունները, որոնք ունեն նավթ եւ գազ։ Նրանք կարող են առանց վերամշակելու արտահանել, որտեղ մեծ արժեք ունի։ Իսկ հանքային ռեսուրսները, մետաղական ռեսուրսները համարյա ոչ մի պետություն հումքի ձևով չի արտահանում։ Եվ նույնիսկ 1997 թվականին նույնիսկ պրեզիդենտի Ռուսաստանի պրեզիդենտի Ելցինի ուկազ, հրամանը, որ արգելում է արտահանել ռեսուրսներ, որովհետև ռեսուրսներից քիչ եկամուտ է ստանում, հումքի արտահանումից քիչ եկամուտ է ստանում, իսկ կոնցենտրատներից եւ վերամշակումից եւ արտադրումից տասնակի անգամ ավելի շատ ռեսուրսներ են ստանում։ Եվ հիմնականում, երբ որ 97 թվականին եղավ դեֆոլտը, միայն այս հրամանը պրեզիդենտի փրկեց Ռուսաստանին արագ ոտքի կանգնելու համար։ Բացի մոլիբդենից մենք ունենք պղնձի համաշխարհային պաշարների 1%-ը, արծաթի 0.5%-ը համաշխարհային պաշարների, ոսկու 0.4%-ը, ահռելի քանակով մենք հարյուրավոր միլիարդ ռուբլիների ալմազի պաշարներ ունենք, բրիլյանտի պաշարներ, ցինկի 0.3%-ը գտնվում է համաշխարհային քանակի 0.3%-ը, ուրանի մոտավորապես հաշվարկներով մենք ունենք 100,000 տոննա ուրան, դեռ ուսումնասիրված է, դա ուսումնասիրվածի, երբ ամուսարը մենք ինչու այդպիսի վեճեր է լինում, դեռ կոնկրետ որոշված չէ հիմնական ուրանի քանակը, դա մեծ հարստություն է եւ ատոմային էներգետիկայի մեծ պաշար է, մեր ներսում, պարոն Մակարյանը ճիշտ ասեց, մենք որպիսի առաջերտին մեր ներքին ռեսուրսներից պիտի օգտվենք, որպիսի արտաքին ազդակները, ճանապարհների փակերը, լոգիստիկան չխանգարեն մեր տնտեսության զարգացմանը։ Իսկ ռիդկազեմետնի հազվագյուտ մետաղների մասին, պլատոնիդների եւ լանտանոիդների ընտանիքի շատ մեծ պաշարներ ունի Հայաստանը, որը չի ուսումնասիրել, քանի որ 21-րդ դարում նոր տեխնոլոգիան զարգանում է այս ուղղությամբ, մեր դեռ այժմ մենք օգտվում ենք Հայաստանի այսօրվա հանքարտոնաբերողները օգտվում են դեռ սովետական միության հետազոտություններից, ոչ մի եւ սկսած փլուզումից հետո ոչ մի արդյունահանող լեռնային մետալուրգիայի բնագավառի հետազոտություններ չի կատարել, նրանք դեռ օգտվում են հին հետազոտումներից եւ հաստատումներից։ Ահռելի պաշարներ ունի Հայաստանը եւ դրանից մենք չենք օգտվում։ Ինչու չենք օգտվում, ասեցի, որ պետությունը, կառավարությունը կոնտրոլ չունի, հսկողություն, խիստ հսկողություն չունի, մի տեսակ առանձին է, այսպես ցանկացել հսկել։
հա, թողատվության է մատնել այդ հսկողությունը, որը հիմնական ռեսուրսն է եւ մեր հարկերի եւ մեր սոցիալական զարգացման համար հիմնական առաջին ռեսուրսը դա պիտի լինի։ Ինչու համար այդպես է, որովհետեւ մենք արդեն ասել ենք, այսօրվա մեր Հայաստանի սահմանադրությունով հանքերը չեն պատկանում ժողովրդին։ Վերջին 2015 թվականի առաջինում պատկանում են ժողովրդին, այսինքն մեր կառավարությունը այնպես է օրենսդրությունը դասավորել, որ եկեք օգտագործենք այդ բառը, որ թալանը, այսինքն վերամշակված նյութի եւ կոնցենտրատի փոխարեն հումքի արտահանումը դա թալանի ձևեր է, կոռուպցիայի ձևերից մեկն է։ Պիտի վերադառնանք մեր առաջի սահմանադրությանը եւ եթե այսօր իշխանությունները հայտարարում են սահմանադրությունը փոխել, առաջին կետը որ պիտի փոխվի, դա այն է, որ սահմանադրության մեջ հատուկ պիտի նշվի, որ բնական ռեսուրսների տերը ժողովուրդն է։